Ողջույն իմ սիրելի բարեկամ, Աստծո օրհնությունը լինի քեզ վրա։ Հիսուսը ասեց Հովհաննես ավետարանի մեջ, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Գիտես, իսկապես Հիսուսն է այդ ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ փրկության ճանապարհ չկա, ուրիշ կյանք չկա, ուրիշ հավիտենական կյանք չկա, դա միայն Քրիստոսի մեջ է եւ Քրիստոսով է։ Եվ Հայտնության գիրքը այսպես է ասում, որ եթե այսօր նրա ձայնը կլսեք, ձեր սրտերը մի խստացնեք, մի խստացրու սիրտդ, քննիր քո կյանքը, նայիր քո կյանքը, արդյոք Հիսուսը իսկապես քո Տերն ու Փրկիչն է, թե ոչ։ Արդյոք դու այդ ճշմարտության ճանապարհի մեջ ես, թե պարզապես ուղղակի լսում ես Աստծո խոսքը եւ հեռանում ու գնում ես։ Բռնիր Աստծո խոսքը այսօր եւ քո սիրտը չխստացնես։ Այսօր է փրկության օրը, ասում է Աստվածաշունչը։ Եվ Տեր Հիսուս նաեւ ասեց, որ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Սիրելիներս, այո, իսկապես առանց Քրիստոսի մենք ոչ մի բան ենք։ Մենք ոչինչ անել չենք կարող առանց Աստծո միջամտության, առանց Աստծո հոգու ներգործության։ Հիսուս Քրիստոսի միջոցով է, նրա շնորհքով է, որ մենք նաև ժառանգում ենք երկնքի արքայությունը։ Սիրելիներս, նաև գրեք կոմենտներում, արդյոք դուք ընդունել եք Հիսուսին ձեր կյանքի Տեր եւ Փրկիչ, թե դեռ չեք ընդունել։ Եթե դեռ չեք ընդունել, այսօր ընդունեք, այսօր է փրկության օրը։ Գուցե վաղ ուշ կլինի ինչ որ մեկի համար։ Այսօր է փրկության օրը, ասում է Աստվածաշունչը։ Նույնպես որ եկեք գանք Աստծո խոսքի ճշմարտության առաջ եւ գիտակցենք եւ հասկանանք, որ միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Եվ Աստծո խոսքը ասում է նա եկավ, որ մենք կյանք ունենանք եւ ավելին ունենանք։ Սիրելիներս, Աստված կյանք տվող Աստված է եւ նա ուզում է, որ մենք գանք իր ճշմարտությանը եւ ընդունենք նրան որպես մեր անձնական Տեր եւ Փրկիչ։ Տերը օրհնի ձեզ։ Ընդունեք Քրիստոսին ձեր կյանքերի մեջ եւ քայլեք Հիսուսի հետ։ Թող Աստծո օրհնությունը լինի ձեր կյանքերի մեջ, սիրելիներս։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։